Նոր մեղադրանք Էջմիածնի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանի և հոր ազգային ժողովի նախկին պատգամավոր գեներալ լեյտենանտ Մանվել Գրիգորյանի նկատմամբ։ Մեղադրանքն առնչվում է Գրիգորյանի քաղաքապետ աշխատած տարիներին հողատարածքի ապօրինի օտարմանն ու 12 միլիոն դրամի փողերի լվացմանը։ Կարեն Մանվելի Գրիգորյանը 2008 թվականից մինչև 2016 թվականները զբաղեցնելով Էջմիածնի քաղաքապետի պաշտոնը եւ հաստատապես իմանալով, որ Էջմիածնի քաղաքի Նալբանդյան փողոցում գտնվող նախկին հյուրանոցի շենք համարվող երկու հողամասերը համարվում են զբոսայգի կառավարության 1109N որոշման համաձայն եւ օտարման ենթակա չեն, պաշտոնեական լիազորությունները չարաշահելով, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով եւ շահադիտական նպատակով կազմակերպել է գործընթաց, որի արդյունքում հնարավորություն է ստեղծվել օտարման ոչ ենթակա հողամասերի նպատակային նշանակությունը փոփոխել։ Հողամասերի նպատակային նշանակությունը փոխելուց հետո ըստ մեղադրանքի Կարեն Գրիգորյանը հոր Մանվել Գրիգորյանի հետ հանցավոր ճանապարհով ձեռք բերված այդ տարածքները օրինականացնելու նպատակով ներգրավել է իրենց մերձավորներին, որոնց արդյունքում հնարավորություն է ստեղծվել Էջմիածին քաղաքի Նալբանդյան 146 եւ Նալբանդյան 148 հասցեներում գտնվող զբոսայգի համարվող եւ օտարման ոչ ենթակա անշարժ գույքերը օրինականացնել։ Վերջնարդյունքում 1175 և 587 քառակուսի մետր մակերեսով հողատարածքներն օտարվել են Գրիգորյաններին պատկանող Էջմիածնի շուկա ընկերությանը։ Այսպիսով ըստ դատախազի համայնքը զրկվել է զբոսայգու տարածքը փաստացի օգտագործելու հնարավորությունից։ Մանվել Գրիգորյանը մահացել է 2020 թվականին, պաշտպանական կողմը ըստ դատախազի դեմ է եղել մահվան հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելուն, ուստի նրա որդու և նրանց օժանդակելու համար մեղադրվող ևս երկու անձի վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան։ Գրիգորյանի պաշտպան Ռուբեն Հակոբյանը լուրերի հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալը համաձայն չէ ներկայացված մեղադրանքի հետ եւ հրաժարվել է ցուցմունք տալ։ Այս քրեական գործը հարուցելու հիմքն ի սկզբանե քաղաքաշինության տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի 2021 թվականի ընթացքում հողերի օգտագործման եւ պահպանման կարգում հայտնաբերված խախտումներն են եղել։ Գործով մեղադրանքներ են ներկայացվել նաեւ Էջմիածնի նախկին երկու քաղաքապետների Հրաչիկ Աբգարյանի ու Գագիկ Ավագյանի նկատմամբ։ Նախկին քաղաքապետերի մասով իրավական գնահատականներ են տրվել կրկին ստուգման ակտի շրջանակներում հայտնաբերված խախտումների մասով, պաշտոնեական անփութության հանցակազմերով։ Ըստ դատախազի երկուսն էլ ընդունել են, որ խախտումներ են թույլ տվել եւ դիմել են նախաքննական մարմնին ոչ արդարացնող հիմքով վաղեմության ժամկետները լրանալու պատճառով դադարեցնել իրենց նկատմամբ քրեական հետապնդումը։ Բացի քրեական գործից օտարված հողատարածքները համայնքին վերադարձնելու նպատակով դատախազությունը հայց է ներկայացրել դատարան։ Թաթև Խաչատրյան, Հայկուշ Ասլանյան և Մհեր Կիրակոսյան, լուրեր։